Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Ընդհանրապես անցյալ տարի Արմենիայի հեռուստատեսության եթերում մեկնարկեց Հայաստանի ձայնը երաժշտական մեգա նախագիծը, որը բոլորին գրավեց իհարկե հուզումնալից գեղեցիկ պատկերով, հետաքրքիր տարբեր գույներով, վոկալով եւ հաճելի նոր սերնդի բացառիկ ներկայությամբ։ Այո, եւ վաղվանից Armenia TV եթերում մեկնարկելու է Հայաստանի ձայնը մեգա նախագծի արդեն երկրորդ եթերաշրջանը։ Մենք վստահ ենք, որ այս եթերաշրջանը նույնպես ձեզ կպարգևի նոր հույզեր, նոր գույներ, հետաքրքիր լավ կադրեր մեզ բոլորիս երկարվեստում եւ անպայման առողջ մրցակցություն։ Այո, եւ Հայաստանի ամենակարևորը, Հայաստանի ձայնը մեգա նախագծի այս եթերաշրջանը վարելու ենք մենք, ես Հովհաննես Ազոյանս եւ դու Նազենի Հովհաննիսյանը։ Շնորհակալություն, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այո, մենք վարելու ենք Հայաստանի ձայնը նախագիծը Հովհաննես Ազոյան, այլ ոչ մարդկային գործոն նախագիծը, որոնք տարբեր բաներ են։ Կխնդրեմ գրավեք ձեր տեղը։ Հովհաննես, շնորհակալություն։ Ափսոս։ Ողջույն։ Իմ հարազատ եւ սիրելի գործընկեր Հովհաննես Ազոյան, զբաղեցրեք ձեր տեղը, նա այսօրվա մեր հյուրն է։ Իսկ ես ուզում եմ ասել, որ մարդկային գործոնն այսօր անդրադառնում է մի շատ հետաքրքիր փաստի, այո, մարդկային գործոնին, որն է ամենակարևոր փաստը Հայաստանի ձայնը մեգա երաժշտական նախագծում։ Կհանդիպենք կարճատև դադարից, ուշադրություն էկրանին։ Եղավ ձեզ ժուրի ջան։ Մենք սկսում ենք Հայաստանի ձայնը համահայկական նախագիծը։ Բարի գալուստ ձայնի գերակայության տիրույթ։ Այս շաբաթ մեկնարկում է երկրորդ եթերաշրջանի Ույր լսումներ փուլը։ Հայաստանի ձայնը, Ույր լսումներ, առաջին համերգային օր։ Շաբաթ օրը ժամը 22-ին Armenia TV-ի եթերում։ Հայաստանի ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանն արդեն եթերում է լինելու ձեր ուշադրության, իսկ այս պահին սիրով հրավիրենք մեր մարզիչներին, որոնք այսօրվա մեր հերոսներն են։ Կրիստինե Պեպելյան, Հայկո, Միքայել Պողոսյան։ Բարի երեկո, համեցեք։ Բարի երեկո եւ բարի գալուստ հարգարժան հյուրեր։ Կարծում եմ եւս մեկ անգամ արժե ներկայացնել մեր հարգարժան մարզիչներին, որոնցից մեկը թերևս կարևոր գործով գտնվում է նիստում կամ նման մի բան, մենք դա կհասկանանք քիչ անց։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյան, դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, մարդ, որը կկարողանա գտնել մասնակիցների բանալին։ Միքայել, բարի գալուստ եւ մեր տաղավար եւ Հայաստանի ձայնը երաժշտական մեգա նախագիծ։ Ինչպիսի հույզեր, տպավորություններ, ապրումներ ունեցաք, եթե հաշվի առնենք, որ առաջին դժվարին փուլն արդեն ետևում է։ Այո, կարելի ասել, ուրեմն մենք ամենակարևոր փուլը անցանք, այդ կույր դիտումները, փաստորեն 120 մասնակցից մենք ընտրեցինք 40-ին եւ ամեն մի մարզիչ ունի 10-ական ֆավորիտ, այսպես ասած։ Դժվար է ասել, թե մեր ակնկալիքները իրականացան, թե ոչ, որովհետև կային եւ շատ լուրջ բնատուր, այսպես ասած, կատարումներ, կայացած կատարումներ եւ կային շատ ավելի ցածր եւ թույլ կատարումներ, այդ կոնտրաստը կար։ Ես կարծում եմ, որ ամեն մի մարզիչ կարողացավ իր ճիշտ ընտրությունը անել եւ ամեն մեկից խմբում գոնե մի 5-6 հավակնորդ կա, մրցակից կա։ Ներեցեք, հավակնորդ առողջ մրցակցության արդյունքում հասնելու հաղթանակի, թե ընդհանրապես իրար դեմ ճիշտ պայքարելու։ Թեկուզ, երկուսն էլ։ Միքայել, մեկ հարց, դերասանի համար ամենակարևոր ձևերից է եւ աշխարհի ընկալումներից է աչք հասկացողությունը։ Ինչպես էր արդյոք դժվար չէր ընտրել, երբ չէիք տեսնում եւ անջատել եք ձեր ամենակարևոր օրգաններից մեկը՝ տեսողությունը։ Դեպքեր եղել են, որ ականջներ ա տեսել։ Ես փորձում եի ականջով պատկերացնել։ Իհարկե կոնտրաստ էր, երբեք չէիր կարող գուշակել, թե շուր գալուց հետո ինչ պիտի տեսնես։ Եվ մենք տեսնում ենք ձեր աչքերի փալից, որ այդ կոնտրաստը դուք տեսնում էիք։ Համենայն դեպս ես շատ ուրախ եմ բոլոր մասնակիցների համար, դա մեծ փորձություն է ամեն մեկի համար։ Ես հուսով եմ, որ իմ թիմը ընտրված է մաքսիմալ
հնարավորինս ես կարողացա կողմնորոշվել, որովհետև մարզիչների խնդիրները շատ բարդ է, թվում է, որ մարզիչը կարող է ընտրել, բայց գալիս է մի պահ, երբ որ դու արդեն ունես 7 ընտրյալ ու մնացել ասենք 3 հոգու ընտրություն ու չգիտես այդ 20-ի մեջից կընտրես, թե հետո հետագայում կարող է այդ բանը չլինի հավակնորդը։ Մի խոսքով շատ դժվար էր մեզ բոլորիս համար, բայց ես կարծում եմ մենք կարողացանք շատ համերաշխ անցկացնել այս առաջին փուլը եւ Շնորհակալություն համերաշխության համար մասնավորապես ի վերջո կարգախոսն է այս նախագծի be positive, եղեք դրական։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկո։ Հայկ, դուք հայտնի եք որպես շատ ոչ կոնֆլիկտային, բարի մի հրաշք անձնավորություն, որ ասում են իսկապես ձեր մասին է։ Հիմա ուզում եմ հասկանալ, որքանով է դա օգնում կամ խանգարում որպես մարզիչ ճիշտ եւ ճշմարտացի ասելու այն դիտողությունները, որոնք կան, եթե լինում են։ Ուրեմն ասեմ միանշանակ չի դա, որովհետեւ ես երբ որ շատ պատասխանատու գործի մեջ եմ, իմ մոտեցումը բավականին այլ է եւ այս դեպքում Հայաստանի ձայնում ես մի կողմ էի դրել իմ բոլոր դիվանագիտական բարի ձևումները, բարի բոլոր մոտեցումները դրել էի մի կողմ, որովհետեւ շատ էր մեծ պատասխանատվությունը 125 մասնակցից ընտրել 10-ին, դա շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև վերջը ինչ որ չափով գործ ունես մարդկանց ճակատագրի հետ եւ քո ամեն մի փոքրիկ սխալը կարող է վատ անդրադառնա իրենց վրա։ Այնպես որ ասեմ, որ բավականին խիստ էի այս դեպքում։ Շնորհակալություն Քրիստինե Պեպելյան, իսկական գեղեցկուհի, կոմերիտուհի եւ այս պարագային պետք էլ չեն նրան կոչումներ։ Քրիստինե, ես գիտեմ, որ երբ որ դուք պտտվում էիք, տղամարդիկ անմիջապես արձագանքում էին բեմում կանգնած արտիստի եւ արտաքինին եւ ներքինին, այդ խեղճ արտիստներն էլ արձագանքում էին ձեզ։ Միանգամից փայլուն աչքերով եւ նրանց ընտրությունը թե ով գնա, որ մարզչի մոտ գնա, արդյոք երբեմն խանդի զգացում չէր առաջացում, թե ինչու ինձ չընտրեցին, ինչու գնացին ենթադրենք Միքայել Պողոսյանի մոտ, այլ ոչ թե ձեզ, եւ ինչ սկզբունքով էիք որոշում պտտվել թե ոչ։ Ընկերներս արդեն ասացին այդ դժվարության մասին, հավատացեք, որ միգուցե կողքից նայող մարդու համար շատ ավելի հեշտ է թվում, որ այ նստած են ու ընտրում են մարդկանց, հավատացեք, որ դա շատ դժվար որոշում է, որ կարող է տրվել, որովհետև ամեն ելույթի հետ սպասում ես, որ գալու է ավելի լավը ու բնական է, երբ կա սահմանափակում ընտրության, արդեն նշանակում է, որ պիտի լինեն որոշները, որոնք լինելու են լավը եւ որոնք չեն հասնելու տեղ։ Եվ ինչքան էլ որ ցավալի է, դա է փաստը։ Որովհետեւ մինչեւ վերջին մասնակցին չես կարող թողնել ռիսկային, որովհետեւ հետո կարող է թիմը չձևավորվել այլևս։ Այնպես որ ճանապարհին հանդիպած հնարավորինս լավ մասնակիցներին արդեն վերցնում ես։ Քրիստինե, ընդհանրապես ներեցեք, բոլոր այս ձևաչափի բոլոր ներկայացուցիչները, խոսքը մարզիչների մասին է, միշտ պայքարում են, որպեսզի ներկայացուցիչները իրենց ընտրեն։ Ենթադրենք մասնակիցը, որը երգեց եւ եթե նրանք պտտվեցին, մասնակիցն իրեն ընտրի։ Արդյոք դուք պայքարում եք ձեր իհարկե սահմաններում, թե անկեղծ ասած ես չէի ինչ էիք առաջարկում, ինչ փոքրիկ կաշառքներով։ Օրինակ Հայկոն ասում էր անընդհատ այն մասին հիշեցնում էր, որ բոլորս օգտվում ենք իր զայնագրման ստուդիայից եւ դուք էլ կարող եք, ասում էր, որ ես զայնագրման ստուդիան եմ, այո։ Ազդում էր փաստորեն։ Եղել է նաև դեպք, որ բարձրացել ենք բեմի վրա ու մի քանի դեպքեր ա եղել, ես եւ Շուշանը եւ կարելի է ասել խլել ենք մասնակցին, որպեսզի գամ մեր թիմ տենց դեպքեր։ Մի կեսը դուք, մյուս կեսը Շուշանը։ Ես կարծում եմ, այս պարագայում մի քիչ ավելի օբյեկտիվ է պետք լինել ու իրոք եղել են նման պահեր, երբ օրինակ պտտվել ենք մի քանի հոգով, նույնիսկ անգամ 4 հոգով էլ երբ պտտվել ենք, բոլորս միասին պտտվեցինք, հասկացանք, այսինքն որ շատ լավ մասնակից է, իսկապես այնպիսի մեկն է, որ կուզես քո թիմում լինի, բայց հետո երբ տեսնում ես ինչ է նրան պետք առավել, օրինակ եղան մարդիկ, որոնց ասում ենք, այ դուք պարտավոր եք գնալ Միքայել Պողոսյանի մոտ, որովհետև դուք կվերցնեք վարպետության դասեր, դուք բեմի վարպետություն կսովորեք, այսինքն այս այն բանն է, որ պիտի օբյեկտիվ լինես երբեմն, միայն մասնակցի կռիվ չպիտի տաս այդտեղ։ Պիտի հասկանաս ինչ ունես տալու եւ օբյեկտիվորեն, եթե չունես տվյալ մասնակցին, օրինակ ասենք կային շատ մարդիկ, որոնց ես ասում էի, միգուցե ես ձեզ տալու ոչինչ չունենամ այս ժանրի մեջ։ Դուք լավ կլինի, որ ընտրեք այս կամ այն մարզչին,
ձեզ համար ավելի ճիշտ տարբերակ կլինի դա։ Շնորհակալություն Քրիստինե, շատ հանգամանալից եւ գեղեցիկ լավ ներկայացնում են, բայց կարծում եմ այս ձևաչափի մասին առհասարակ ամենաճիշտ կերպով կխոսի մարդ, ով անմիջականորեն սև գործի ակունքներում է կանգնած։ Արմենիա հեռուստատեսության երաժշտական նախագծերի դեպարտամենտի ղեկավար, ինչպես նաև Հայաստանի ձայնը մեգանախագծի պրոդյուսեր, ինչպես եւ նշեցի։ Բարի երեկո Իրինա, Իրինայի կողքին նստած գեղեցիկ աղջկան Մաշա Մնջոյանին, ես վստահ եմ դուք բոլորդ հիշում եք, դեռևս առաջին եթերաշրջանից նա Հայաստանի ձայնը նախագծի հաղթողն էր, որը նաև ներկայացրեց մեզ նոր ալիք մրցույթին։ Բարի երեկո Մաշա։ Իրինա, ես կխնդրեի ասեք, հա, որքանով է մարզիչների ընտրությունը համապատասխանեցվում մեր մենտալիտետին, մեր մտածողությանը եւ արդյոք դա հաշվի առնվում է առհասարակ։ Շատ բարդ է մարզիչների ընտրությունը, քանի որ սկզբից կա շատ մեծ պրոդյուսերական թիմ Արմենիայի հեռուստաընկերության, բոլոր տարբերակները քննարկվում են, տարբեր տարիքային կատեգորիաները, այնուհետև կա մի երկար process, որ բոլորի ռեզյումեները, անցած ճանապարհը, կատարած աշխատանքները ուղարկվում են տալպաընկերություն, եւ նոր տալպաընկերության հաստատումից հետո մենք կանչում ենք, խոսում ենք, առաջարկում ենք, դա իրոք շատ մեծ պարտավորվածություն է եւ ես կարծում եմ, որ մեր մարզիչները արդեն իսկ մտել են խաղի մեջ եւ լիովին գնալով տիրապետում են։ Ինքը շոուն իրոք շատ հետաքրքիր է եւ պիտի լինես անկեղծ, առաջինը ինքդ քո հետ, ընդունես խաղի կանոնները, քանի որ Հայաստանի ձայնը նախագծում, առհասարակ voice նախագծում կարևորվում է եւ առանձնահատուկ է համարվում ձայնը։ Որքան էլ որ մենք նշենք ձայնի փաստը, փաստարկը միևնույն է վիզուալ մեր ընկալումները շատ ավելի շատ են խոսում ու ներազդում մեր ենթագիտակցության վրա։ Մաշա, հասցրել եք նայել այս նոր եթերաշրջանի բոլոր բավականին մեծ թվով մասնակիցների, ձեր կարծիքով կան արդեն նախանշաններ, թե ովքեր են լինելու հաղթողը։ Շատերին լսել եմ ներկայ եմ եղել քույր լսումներին, որովհետև բացի նրանից, որ ես պարտավոր էի ուղղակի լինել, իմ ընկերներից շատերն էին մասնակցում Գյումրիից, նաև դեռ չեմ հասցրել լիարժեք 100% լսել այն մասնակիցներին, ովքեր անցել են, բայց եթե արդեն battle pool-ից լսեմ, ես կհասկանամ։ Շնորհակալություն Մաշա։ Հովանես Իրինա Վարդանյանը նշեց, որ արդեն մարզիչները մտել են խաղի մեջ եւ այո, խաղի գործոնը կա ամեն դեպքում։ Որքանով եք դուք անկեղծ ձեր հույզերում որպես հաղորդավար, նրանց ուղեկցելիս, դիմավորելիս, նրանց հետ միասին լացելիս կամ ընդհանրապես լացել եք, հուզվել եք։ Գոնե մի քիչ Հովանես։ Որքանով եմ անկեղծ, երևի 45%-ով կարելի ասել։ Չէ, եղել են մասնակիցներ, որոնք երկու հոգի կոնկրետ ես նրա ձայնից եւ մարզիչների որոշումից հուզմունք առաջացել է ինձ մոտ, նույնիսկ արցունքել եմ նկատել մի փոքր։ Բայց նաև իմ կարծիքն է սա սուբյեկտիվ, եղել են նաև անարդարացի որոշումներ։ Շնորհակալություն։ Մենք միշտ պատրաստ ենք սիրով ընկալելու բոլոր նկատողությունները եւ ես էլ եմ համակարծիք Հովանեսի հետ, իմ կարծիքով եղել են պահեր, երբ ես այլ կերպ կընտրեի, բայց մենք տեսնում ենք Հովանես, իսկ նրանք կույր են այդ պարագային։ Բայց Կույր լսումներ։ Ես մի բան խնդրում եմ, եթե թույլ կտաք։ Իրականում ընտրել ընդամենը 10 հոգի, միգուցե շատ ավելի հեշտ կլիներ, եթե տրված լիներ, օրինակ ասենք 70 հոգուց ընտրել։ Բայց եթե շատ է քանակը մարդկանց, ասենք 120-125 հոգուց ընտրել 10 հոգի, դժվար է պատկերացնել ով է գալու հետո եւ արդյոք կլինի այն մեկում, որ դու իրոք սպասում ես, դրա համար հնարավորինս լավ տարբերակով կարող է տպավորվել ուղակի լսելով։ Փորձում ես բաց չթողնել, այսպես ասեմ։ Թե ինչ բողոքներ ունեն մեր մարզիչները կամ ընդհանրապես ինչպիսի գաղտնիքներ կան Հայաստանի ձայնը նախագծի հետ կապված, կիմանանք քիչ անց, իսկ այս պահին կարճատև դաթար։ Որպես երաժիշտ, արդյոք նախանձախնդիր չեք լինի, որ հենց ձեր որևէ մասնակից անցնի ու դառնա, այո, Հայաստանի ձայնը։ Չեք ուզի, որ այդպես լինի։ Ես երազում եմ դրա մասին։ Վերջ, ահա եւ կոնֆլիկտ։ Բայց որ հաստատ ամեն մեկս մի վտակ ենք եւ նույն մեր վտա ամեն յուրաքանչյուրիս վտակը մի գույն ունի։ Միգուցե sense մի բան էլ կարելի էր անել, միգուցե, որ կատարողը չտեսնի մեր ռեակցիաները։ վերջում հարցրեցի ինչ կցանկանաս մեր շոուին, երբ որ չանցավ նա ասեց ես ձեր շոուին կցանկանամ ինպես արտիստներ, որ ձեր շոուն շոու դառնա։ Մենք էլ տեսային եզակի դեպքերից երբ ասած ես ուրախ եմ, որ դու չանցար, որտեվ այլևս ոչինչ չունես անելու։ Ցանկացած նախագիծ ի վերջո ավարտվում է մի օր, իսկ մարդը ամենակարևորն է կյանքում։
Մարդկային գործոնն է եթերում եւ թող այս պատկերը ձեզ խաբեության չմատնի, սա իսկապես մարդկային գործոն է, պարզապես որոշել են կանդրադառնալ Հայաստանի ձայնը մեգա նախագծին, որի առաջին եթերն է լինելու հենց վաղը շաբաթ օրը ձեր հանգիստը վայելեք Հայաստանի ձայնը մեգա նախագծի հետ, իսկ այս պահին հենց նոր նիստը ավարտվեց եւ մեր մյուս մարզիչը սիրով այստեղ է։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, մարզիչ Շուշան Պետրոսյանը։ Բարի երեկո։ Շուշան, ես ուրախ եմ ձեզ այստեղ ողջունելու ոչ որպես падգամավորի, այլ որպես մարզչի։ Ես էլ եմ ուրախ տեսնել բոլորիս այստեղ իրար հետ իմ գործընկերներին։ Մեզ մեկտեղել է մի բան, արվեստը, մշակույթը եւ իհարկե հնարավորությունը ընտրելու լավագույնին, բայց լավագույնին ընտրում են բավականին լավ հետաքրքիր դեմքերից։ Դուք ինչ դժգոհություններ ունեք, քանի Իրինա Վարդանյանը այստեղ է, բոլորս հանգիստ դժգոհում ենք։ Չէ, դժգոհություն չէր, հիացմունք էր, որովհետև տաղանդները շատ ավելին էին, քան մեր հնարավորությունը նրանց ընտրելու։ Իրա ջան։ Իսկ դա արդյոք չէր ստեղծում երբեմն անարդարացիության պատրանք։ Չէ, ես կոնկրետ 4 հոգի մնացին ինձ համար, այսպես անիրականացած մնաց իմ երազանքը, կիսատ մնաց, այսինքն ես կուզեի, որ այդ 4-ներին էին իմ խմբից։ Շուշան, ինչն էր բարդ, կույր տարբերակով ընկալել, այսինքն երբ դու բացարձակ տեսողական հենք չունես ընկալելու այդ արտիստին, իսկ բեմում դա գիտեք, չէ, կարևոր է, եւ թիկունքով եք շրջված, արդյոք միայն ձայնը բավարարում է, որպեսզի դուք հասկանաք նրա հետագայում առաջ խաղացման պոտենցիալը։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ եւ նորություն չէ, որ ռադիոն ավելի շուտ է ստեղծվել, քան հեռուստատեսությունը, եւ բոլորովին չի խանգարել սիրելի երգիչ կամ երգչի ունենալու իդեմս այդ հնչող ձայնի։ Այսինքն ինձ բոլորովին չէր խանգարում չտեսնելը, բոլորովին, որովհետև եթե իսկապես ինձ համար ինչ-որ մի բան ներկայացնում էր կատարումը, ես մի անգամից ընդունում էի, եւ դա ինձ համար առհասարակ արտաքին հասկացողությունը եւ պայմանները այսօրվա շոու բիզնեսի չափանիշները ինձ համար բոլորովին չաշխատող չափանիշներ են եւ անցողիկ են։ Ես չեմ ասում գեղեցիկ կամ ոչ արտաքինի մասին։ Ինձ համար լավ կատարումը արդեն գեղեցկություն է։ Լավ, մի բան եմ հարցնում։ Իսկ երբ որ մարդը հուզվում է այնքան, որ ձեռքերն էսպես են լինում եւ մենք բոլորս դա տեսնում ենք եւ հետեւաբար կարեկցում ենք ու ես ինքս նրանց փոխարեն արտասվում էի որպես հաղորդավար, որ ասում եմ մի հուզվիր, լավ։ Արդյոք այդ հուզմունքը հաճախ արջի ծառայություն չի մատուցում տվյալ արտիստին, որը դեռևս չունի փորձ բեմում։ Գիտեք, մի բան նկատեցի ես լսումների ժամանակ, մասնակիցներից ոմանք, չեմ ուզում ասել մեծ մասը, եղան մասնակիցներ, ովքեր ներկայանում էին երգերով, որոնք իրենք են սիրում, բայց չէին կարողանում հասկանալ ու հաշվարկել մի պարզ իրականություն, որ այստեղ պետք է ներկայացնել երգ, որը ոչ թե նրանք շատ են սիրում, այլ երգ, որը պիտի ցույց տա նրանց բոլոր գույներն ու հնարավորությունները։ Հաճախ նրանք սիրում են մի երգ, որը բացարձակ մրցութային չի լինում, որից նրանք տուժում են, որից նրանց գույները չեն երևում։ Ու ես եւ նաեւ իմ ընկերները նշում էինք անդադ այդ մասին, որ երգեր, որոնք որ լսելի են դարձնելու ձեր բոլոր տվյալները։ Եվ ցավոք սրտի լինում էին նաև մարդիկ, ովքեր ես իմ փորձից կարող եմ ասել, ես լսում էի մարդու, ով շատ լավ էր երգում, բայց հնարավոր է, որ ես չէի պտտվում ունենալով իմ պատճառները դրա համար, օրինակ բացատրում էի, որ չեմ կարողանում հասկանալ ինչ կարող եմ հետո անել ձեզ հետ, որովհետև այնպիսի մի երգ եք ընտրել, որ հետագայի հնարավորությունները չեմ տեսնում։ Չեմ կարողանում պատկերացնել, էլ ինչ կերգեք։ Այ Իրինա, այստեղ հարց է առաջանում։ Պատասխանել, որ ֆորմատով կա ցանկ, երգացանկ, սկզբից երգերը 100-ն են, հետո հաստատվում են 60 երգերը, որոնք որ ուղարկում են տալպանկերություն, կան տարբեր կրիտերաներ, պետք է լինեն հիթային երգեր, ավելի մեծ քանակությամբ միջազգային հիթեր, բայց ոչ 40-50 տարին անց, պետք է լինի որոշ քանակի տոկոսային հարաբերությամբ ավելի նոր երգեր, որոշ քանակի ավելի հին երգեր եւ այլ կարող է նաեւ լինել հայկական, հա, մեր բայց կստեղ կա մի հատ շատ կարևոր բայց մասնակիցները ընտրում են 1-ից 10-ական իրանց հավանած երգերը, այսինքն առաջինը կերգեի սա, երկրորդը սա, բայց սա այն 10 երգն է, որը կարող է լինել։ Հետագա process-ը վոկալիստների հետ միասին բաժանում ենք, որ երգերը շատ մաքսիմալ չկրկնվեն։ Եվ այդ ամենը արվում է նրա համար, շատ անգամ վոկալիստները խորհուրդ են տալի, գիտես, այս երգը, որ դու ընտրել ես, սա չի ցույց տա քո ձայնային տվյալները։ Ուզում ես փորձի այս մեկը։ Բայց քանի որ դա միայն մասնակցի ընտրությունն է եւ որpիսի ոչ ոք բեմից չկանգնի ու ասի, այն ստիպեցին երգել ֆա մաժորի մեջ, չգիտեմ, հա, ինչ որ մի կատարում, քանի որ իրոք շատ արդար է եւ դա այդ ամենը թողած է մասնակցի վրա, եթե նրանք այդ խորհուրդը ընդունում էին վոկալիստից կամ փոխում էին երգը կամ տոնալնեստի եւ այլ։ Եթե ոչ, ապա կատարում են, որտեվ դա միայն իրանց ցանկությունն է։ Շնորհակալություն Իրինա, Ադելի երգը որքանով է հնարավոր կատարել այնպես, որ հաղթահարես Ադելի
կողմից այդ իմ վոկալը։ կարծիքով նույն Whitney Houston-ի I will always love you-ն միանշանակ Յուրովի կարող ես պետք չէ կատարել։ Իհարկե, այ հենց այդ են Հովանես, օրինակ ամենակարևորը։ դու կկատարեի Ադելի երգը Այս յուրովի։ պահին ոչ։ Չէ, այս պահին չէ, այս պահին ոչ, իսկապես ոչ։ Եվ հենց այդ էր ամբողջ իմաստը, որ մասնակիցը եթե երգում է համաշխարհային հիթ, ապա երգի իր տեսակ, իր ձևի մեջ, որ լսես նորություն, որովհետև եթե լսում ես այն ինչ արդեն դու գիտես, այն մելիզները, որ արդեն լսել ես, արդեն չկա որևէ նորություն ու այն ինչ որ լսել ես, արդեն լսել ես։ Շնորհակալ, Շնորհակալ ահա։ արտիստ ընտրված ներողություն, որ կատարել է ինչ որ շատ ծեծված հիթ, բայց կատարել է իր ձևով։ Չի կատարել իդեալական, բայց իր երանգներն ենք մենք գտել եւ չեմ հիշում ով մեզնից, բայց ընտրեց։ Եվ դա լրիվ արդարացվում է, որովհետեւ տեսնում ես, որ ստեղծագործող է։ Արտիստը միայն երգիչ է կամ ելչին, ու միայն ձայն չի կատարում, չի նաև ստեղծագործել, պետք է արվեստ արարես այդ պահին բերել։ Շնորհակալություն Շուշան։ Միքայել, որպես դերասան էիք ընտրում ու պտտվում ու տալիս ռեակցիա, թե որպես մարդ, որը հետո պետք է աշխատի ձայնի հետ։ Անկեղծ ասած, գիտեք ինչ խնդիրը ոնց է։ Դու պետք է կարողանաս ստրատեգիա ունենաս, մշակես, որովհետև շատ լավ գիտես երկրորդ փուլը ինչ պետք է լինի։ Ասենք մենամարտ, որտեղ դուետներից պետք է դու ինքդ ընտրես 5-յակ։ Պատկերացնում եմ ես ինչ հույզեր պետք է ունենամ, երբ որ պետք է որոշում կայացնես դու թե դու։ Սա իրոք շատ հոգեբանական, շատ Եվ այստեղ ազդելու է մարդկային գործոնը։ Մարդկային գործոնը։ Իսկ ամենադժվար հենց этаպը երկրորդ этаպն է ինձ համար, որովհետև ես անverջ այդ լսումներից հետո անverջ այսպես անալիզ եմ անում, այսպես անդադ մտածում եմ, Աստված իմ, որ մեկին թողնեմ, ախր բոլորը այնքան ինձ ուզել են, այսինքն ոչ մեկի չեմ ընտրել, որովհետև ես ինչը ծանոթս ակամ, բոլորովին նախ հնարավորություն էլ չկա, որովհետև չգիտեմ, նույնիսկ անակնկալներ են եղել, այնքան մենք չենք բացում փակագծերը, ազնիվ էր այս ամեն ինչը անկեղծ, իմ ընտանիքին շատ մոտիկ մարդկանց երկու զավակների եմ տեսել եւ այնքան շնորհակալ եմ Աստված վկա, որ իրենք ինձ չեն ասել այդ մասին, դա պարկեշտություն է եւ վերջապես պետք է ինչ-որ մի բան արվի արդար։ Եվ դա իսկապես այդպես է։ Հարցում ենք բոլորս մեկ ենք, մենք եկել ենք, որ ընտրենք միակին, որը պիտի ներկայացնի Հայաստան։ Հասկանում եք, սա արդեն ամեն մեկիս արժանապատվության խնդիրն է։ Սա մրցակցություն չի մարզիչների մեջ։ Դեռևս դուք չգիտեք դրա մասին։ Մեծ հաշվով ես օրինակ շատ կուզենամ, ես օրինակ գիտեմ Հայկոյի մոտ մի քանի կատարողներ, որը հիանալի արդեն կայացած երգիչներ են։ Մենք բոլորս ունենք մասնակիցներ, բոլոր ես չգիտեմ, միգուցե մենք այս թիմը մեր քարյակը մի քիչ այլ սխալ քարյակ է, այլ կերպ է ամեն ինչ պատկերացնում, ես չգիտեմ, զրո կոնֆլիկտ կա դեռևս։ Հասունն մերն են։ Քրիստինե, ես հավատում եմ եւ ձեր անկեղծությանը եւ ազնվությանը, բայց ուզում եմ ասել, որ վաղը Հայաստանի ձայնը մեգա նախագծի առաջին եթերից հետո, երկրորդ եթերաշրջանի առաջին եթերից հետո նոր պարզ կլինի կա մրցակցություն, թե ոչ։ Իսկ մինչեւ այդ եկեք չխոսենք դրա մասին։ Հայկ, օրինակ, որպես երաժիշտ, արդյոք նախանձախնդիր չեք լինի, որ հենց ձեր որևէ մասնակից անցնի ու դառնա, այո, Հայաստանի ձայնը։ Չեք ուզի, որ այդպես լինի։ Ես երազում եմ դրա մասին։ Վերջ, ահա եւ կոնֆլիկտ։ Ահա եւ կոնֆլիկտ։ Չէ, ես իհարկե հասկանում եմ, որ ամեն ինչ շատ բարի է։ Պետք է լինի Շուշանի, Միքայելի կամ Հայկոյի մասնակիցներից որևէ մեկը, ապա պիտի լինի նրանցից որևէ մեկը եւ պիտի լինենք օբյեկտիվ եւ ասենք, որ այո, հենց նա էր Հայաստանի լավագույն ձայնը։ Բայց չէ, որ դա չի նշանակում, որ մինչեւ այդ ամեն կերպ աշխատելու եք, չէ՞, ձեր մասնակիցների հետ։ Որպեսզի իրենք հնարավորինս լավ ելույթ ունենան։ Այո։ Վերջ։ Դա է մեկ Հնարավորինս լավ ելույթ ունենան։ Ոչ թե նրանից լավը, այլ իր հնարավորությունը մենք կարողանանք մաքսիմալ իրականացնել։ Իրինա, ինչ որ բան սխալ է այստեղ, ես չեմ հասկանում, թե մեր ամեն ինչ ճիշտ է, պարզապես Մաշան նոր հիշեցնում էր, որ վերջին փուլում, երբ որ գալահամերգներն էր սկսում, բացի իհարկե մեր մարզիչներից, նաև միանում արդեն հանդիսատեսը, ով այսքան ժամանակում արդեն ծանոթ է մեր մասնակիցներին, սկսում է իր գնահատականն է տալ, նենց որ արդեն վերջում միանում է նաև հանդիսատեսը։ Մարզիչները այդ ընթացքում մարզում են, հասցնում են մաքսիմալի եւ արդեն հանգիստ սրտով տալիս են հանդիսատեսի։ Գիտեք, իրա ովքեր հարևաններին խնդրում են կամ համարներ են Շուշան կյանքի օրենքն է այդպես, ինչքան ծանոթ հարևան շատ, այդքան SMS-ը շատ, քվեարկում են շատ, որովհետեւ ես առասարակ մրցույթներ չեմ սիրում։ Իմ խնդիրը այստեղ մի ձայն գտնելն է մեր 4 արտիստների մեջ,
որը որ ներկայացնելու է Հայաստանի դեմքը եւ աշխարհում, որը չպարփակվենք միայն այն ամենով, ինչ որ մենք մինչեւ այսօր ցույց ենք տվել, որովհետեւ մենք ունենք ավելի լայն հնարավորություններ։ Շնորհակալ եմ անչափ Հովանես, դուք հայտնի եք որպես ճշտախոս մարդ, անգամ երբեմն դա անհարմարություններ է ստեղծում, խնդրում եմ ասեք, ինչ եք կարծում 3-րդ կամ 4-րդ փուլերից հետո, որքանով այս բարի դրացիական, մեղմ, հրեշտակային ես կասեի, մաքրության, պարզությունը, այս բարի դրացիական հարաբերությունները կպահպանվեն արդյոք։ Չէ, ես կարծում եմ Շնորհակալություն։ Մաշա։ Ես մի բան կուզեմ ասել, կույր լսումների ժամանակ ես այնքան շատ էստրադային երգեր լսեցի, ես կյանքումս այդքան երևի չէի լսել էստրադային։ Ոնց եմ ձեզ հասկանում։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է սա, իմ կարծիքն եմ ասում, ես չեմ սիրում էստրադային երաժշտություն։ Բա ինչ, վեցուտ։ Չէ, ամեն ինչ, ջազ, ռոք, house, ինչ ասեմ, ամեն ինչ, իսկական երաժշտությունը կարծում եմ հենց փոփ երաժշտություն չեմ սիրում։ Եվ ես կուզեմ մարզիչները հետագայում որ աշխատեն մասնակիցների հետ, այդ փոփից հեռու գնան մի քիչ ավելի խորը, որովհետև ես վստահ եմ որ դուք ինքներդ ձեր երաժշտական ճաշակը ավելի շատ բարձր է, դուք ինքներդ լավ երաժշտություն եք լսում տանը, մեքենայի մեջ եւ այլն։ Շատ բաներ ես ասում, Հովանես։ Բայց Շատ կարևոր է թե մեր մտայնությունը ոնց են կազմակերպելու, ինչ ընտրություն պետք է անենք երգերի։ Դրանից միգուցե շոուն չշահի, բայց կշահի այն որակը, որը մենք քարոզում ենք, ամեն մեկը։ Շոուն էլ կշահի, վստահ եղեք, եթե իրոք մենք կարողանանք հասցնել այդ կատարողին իր լավագույն։ Ես սա իմ խնդրանքն է ձեզ որակյալ բարձրագույն երաժշտություն ներկայացրեք։ Կա պոպ երաժշտություն որակյալ եւ կա էժանագին։ Դուք եք կսիրեք հանդիսատեսներ։ Ցանկացած բարակային։ Ասել համարյա այն երգերը, ինչը որ հնչել են մեծ հաշվով Հայաստանի ձայնում, այն գործերն են, որոնք ամբողջ աշխարհի երաժշտական չարտերով, հիթ շքերթներով առաջին հորիզոնականներն են գրավել եւ իրանք ես որպես երաժիշտ ասեմ, թե որպես գործիքավորում, թե որպես տենդենցիա, որը այսօր մոդայիկ է ամբողջ աշխարհում երաժշտական նորամուծություններով, հենց այդ երգերն են ընտրված եղել, որոնք իրոք որպես կարելի ասել նաև փոփ երաժշտության մեջ որպես արվեստի գործ, իրանք հենց արվեստի գործեր են։ Այնպես որ մեզ մոտ մենք բարձա ֆիլտրելով այն փոփը, որ պոպսա է այսպես ասած եւ այն փոփը, որը իրոք ինձ համար արվեստի գործ է, մենք կֆիլտրենք եւ մենք կընտրենք հենց այն բարձրաճաշակը, որը կլինի արդեն։ Դրա համար էլ արդեն դուք ունենալու եք թիմեր եւ ամեն մեկը կարող յուրովի տանեք ձեր ուղղվածությամբ։ Դրա մասին է խոսքը։ Առհասարակ ճիշտ կլինի, որ յուրաքանի որ այստեղ 4 տարբեր գուցե 4-ս էլ մշակույթի նույն հորձանուտից ենք կետի, բայց որ հաստատ ամեն մեկս մի վտակ ենք եւ նույն մեր վտա ամեն յուրաքանչյուրիս վտակը մի գույն ունի, դա միանշանակ է եւ ես կարծում եմ որ մենք պարզապես պետք է հենց այդ մեր ձեռագիրը, այդ մեր կնիքը դնենք այդ արտիստների թե երգի ընտրության, թե կատարողական թե մշակութային արտաբերման, բեմի վրա պահվելու, պահվածքի, իմիջի, ամեն ինչի վրա, մենք այդպես կարծում եմ ամեն մեկս կարող ենք ունենալ մեր ծրագրի ուղղակի արտահայտությունը։ Շնորհակալություն Շուշան, մի խոսքով, որքան էլ որ մենք սեղմենք ենք կոճակը եւ պտտվենք, միևնույն է մարդկային գործոնն է գործողը, որն ավելի կարող է, քան մենք կարծում ենք կհանդիպենք կարճատև դադարից։ Վերջում հարցրեցի ինչ կցանկանաս մեր շոուին, երբ որ չանցավ նա ասեց ես ձեր շոուին կցանկանամ ինպես արտիստներ, որ ձեր շոուն շոու դա։ Մենք էլ տեսային եզակի դեպքերից երբ ասած ես ուրախ եմ որ դու չանցար, որտեվ այլևս ոչինչ չունես անելու։ Ցանկացած նախագիծ ի վերջո ավարտվում է մի օր, իսկ մարդը ամենակարևորն է կյանքում։ Մարդկային գործորն այսօր անդրադառնում է Հայաստանի ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանին, որտեղ մարդկային գործոնը պակաս կարևոր չէ։ Իրինան քիչ առաջ շատ ճիշտ հիշեցրեց Մաշա Մնջոյանի նկատմամբ համատարած սերը, որը պետք է օբյեկտիվորեն գնահատենք, սկսվեց հենց Ալելուա երգից։ Մաշա, ճիշտ է։ Արդյոք ով էր ընտրել այդ երգը, ում օգնությամբ էիք ընտրել այդ երգը եւ առաջին տպավորությունը որքանով ներազդեց վերջնական կետի վրա։ Ինչպես արդեն Իրան նշեց, որ 10 երգ էինք մենք նշում, 10-ից առաջինը ես նշել էի Whitney Houston I Will Always Love You, իսկ երկրորդը նոր Ալելույան, ընտրեցին Ալելույան, ճիշտ է, մի քիչ ես վրդովեցի, որովհետև հենց ուզում էի առաջին երգը երգել, եկա խորհրդակցեցի, բայց ինձ առաջարկեցին կազմակերպիչներից, վոկալիստներից, որ ավելի լավ կլինի, որ հենց այդ երգը երգեմ, եւ ես սկսեցի 0-ից սովորել այդ երգը, ընդամենը
7 օրվա ընթացքում եւ շատ շնորհակալ եմ, որ իմ ցանկությամբ չգնացին եւ ինձ առաջարկեցին հենց այդ երկը երկեմ, որը դարավ իմ այցեքարտը։ Մաշա, ինչպիսին պետք է լինի արտիստի ելույթի առաջնային մասը, որ ստիպի մարզիչին պտտվել։ Եվ ինչն է արդյոք գրավում մարզիչին։ Նոտան առաջին, չգիտեմ, Այո, շունչը։ ամենակարևորը սկիզբն է, առաջին նոտան ոնց ճիշտ սկսվեց, այդպես ճիշտ կշարունակվի, չնայած երբեմն ասում են ճիշտ սկսի, հետո ինչ ուզում ես երգի, չէ։ Իհարկե, սուտակարակը դեպքեր եղան, որ մենք սկզբում այսպես լարվում էինք, որովհետև մարդիկ վախից արտիստները, այսինքն սկսնակ լավ չէին սկսվում, մեկ էլ երրորդ, չորրորդ նոտայից տեղն էին անկնում ու նույնիսկ արտահայտությունները կամ էր յա տեսոք դուք, այսինքն այս բաներ էինք ասում իրար, որ քննարկման ժամանակ ու այսպես սկսում էինք լսել տարված այս։ Բայց այդ դեպքում տպավորությունը մի քիչ ավելի ոչ մաքսիմալ է լինում, հենց եթե առաջին նոտայից ճիշտ սկսվի, արդեն ավելի ինչ որ ավելի մաքսիմալ տպավորություն կլինի։ Շնորհակալություն։ Շուշան, եղավ նաև հակառակ պատկերը, երբ լավ սկսում էին, հետո լավ չէին կարողանում ավարտել, այ մինչև երգի վերջը արդեն թուլանում էր։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք նրանք չէին թուլացնում իրենց այդ կենտրոնացումը, որովհետև դուք չէիք պտտվում։ Բայց այստեղ կա առաջադրանք, 1.5 րոպե, 2 րոպե ներկանալ մաքսիմալ։ Նազենի մի հատ տարօրինակ բան ասա։ Բայց հա, հենց պտտում եք նոր փչացնում եք։ Ոգևորված հենց ընտրեցի շուրեկը, սկսեց վատ երգել։ Ինքը երջանկությունից խառնվեց իրար ու ասեցի եք զգում եք ասի այն շուրեկը սկսեցի ու հետո արդեն պահում էի ուրիշ քաղաքականություն, պահում էի շատ երկար, որպեսզի լսեմ, ասենք գիտեմ երգ, ասենք հայտնի է, առաջին մասը, կրկներքը, երրորդ ֆորմայը թե կա, հասկանում ես ինչպիսին է հնարավորությունը։ Անոր վերջում մեկ քանի նոտաներ արդեն որ պիտի մնան ավարտին, շուր էի գալիս։ Այդպես էլ է եղել։ Եվ եղել է որ մի անգամից այսպես դյութված, այդպես եղավ մի աղջկա դեպքում, որ բացառիկ ձայն ուներ, կոնտրալտո ուներ եւ երգում էր What a Wonderful World երգը, որ ես ու Միշիկը հաջորդ օրը էլի ասում եմ գնացի տուն այդ աղջիկ ձայներ, ասում եմ իմ նույն բանը ինձ մոտ էր։ Միգուցե sense մի բան էլ կարելի էր անել, միգուցե, որ կատարողը չտեսնի մեր ռեակցիաները։ Այդ արդեն մենք նոր ձևաչափ ենք մտածում։ Որովհետև դա, հա, իրոք շատ մեծ ազդեցություն է ունենում։ Իսկ ես ունեմ մի ավելի լավ առաջարկ, խնդրում եմ առաջարկեք տալպանկերությանը, մենք լսենք 125-ին, վերջում մեր որոշումը կայացնենք։ Ես հասկանում եմ, բայց զուտ դրանից ելնելով է կարող եմ ձեզ ասել, որ շատ ու շատ մասնակիցներ կային,